Կավագործությամբ զբաղվում եմ արդեն 8 տարի, իմ ամբողջ ներուժը սրա մեջ այս պահին, ու պատահական YouTube-ով վիդեո նայելով, տենց հանդիպել եմ կավագործ վարպետ, տենց ոնց որ գրավել է ինձ այս ամեն ինչը, ու ինքնուս աշխատել եմ, ինքս ստեղծել եմ սկզբնական իմ դուրգը եղել է լրիվ ուրիշ, ինքնաշեն, հետո աստիճանաբար ստեղծել եմ այս դուրգը, որը արդեն 8 տարի է ինձ ծառայում է։ Սկսել եմ Զանգակատուն գյուղում ու այդպես էլ գնալու եմ։ Ի՞նչն է ձեզ ոգեշնչում այս աշխատանքի մեջ։ Աշխատանքի մեջ ավելի շատ ոգեշնչում է կավի էլաստիկությունը, որ ինձ շատ է դուր գալիս։ Գիտեք ինչ, ոնց որ ամեն անգամ ես կավի հետ շփվելուց ավելի զգայուն դառնամ, ավելի հասկանամ ինչ հայք իրենից ներկայացնում, որտեվ կավը ինքը ավելի հեշտ մշակվող նյութ է, իր հետ աշխատելը շատ հեշտ է։ Ու մի սենց բաներ կա, ամեն անգամ շփվելուց կավի հետ մենք հասկանում ենք, թե ինչ կա նրա մեջ, ամեն անգամ մի նոր գաղտնիք ենք բացահայտում, ամեն անգամ մի նոր բան ենք զգում ենք, ու այդ բացահայտումների շնորհիվ է, որ աստիճանաբար վարպետի մոտ առաջանում է միտք, ու վարպետը սկսում է ավելի լավ ստեղծագործել։ Նրբությունները շատ են կավի մեջ, օրինակ պատրաստման ժամանակ, երբ պատրաստում ենք, մենք զգում ենք իր այդ ինչպես է մեզ ենթարկվում։ Նախ վարպետի առաջի կարևոր գործընթացը պետք է կարողանա կավը դուրգի վրա իրեն ենթարկի։ Ես դժվար է սովորելը։ Շատ, ես շատ դժվարությամբ եմ սովորել ու ինքնս վարպետի համար դժվար է սովորելը։ Այո։ Հետո միայն սովորելը չի, կավը պատրաստելը գրեթե բոլորն են պատրաստում։ Կարևոր պրոցեդուրան իր թրծումն է։ Թրծումից հետո նոր վարպետը կարող ասի ապրեմ ես էսիշ լավ աշխատանք եմ կատարել,